Christos harjavi merelots. Christos harjavi merelots. Christos harjavi merelots. Սիրելի բարեբաշտ հավատացյալներ, զատկվա առավոտն է, երկինքը ուրախ եւ լուսավոր եւ ձեր սրտերու մեջ մենք կգարտանք նաեւ անբացատրելի ուրախություն, ձեր թեմքերի վրա նաեւ կձակրված այդ հավատքի արդացոլումն է։ Եկած եք այս Սուրբ եկեղեցին զատկվա այս առավոտը Սուրբ Հարության դոնը նաև զգալու եւ ըմփոշխնելու եւ դարագույժ ունենք ցեզ հետ տանելու համար նոր կյանքի պատգամը այս օր այս տոնական օրը մենք իմենք հավաքված երկով եւ շարականով եւ աղոթներով փառաբանելու համար մեր Տիրոջ եւ Փրկի Հիսուս Քրիստոսի հրաշալի Հարության դոնը դոն որ նաև հեղաշրջած է մարդկության պատմությունը, որ բերած է հույս եւ լույս եւ օրհնություն անհատ մարդու կյանքի մեջ, հավաքականություններու կյանքի մեջ եւ այսօր անգամ եւս Քրիստոսի հարությունը կդառնա նաեւ արշալույսը նոր կյանքին։ Եվ այսօր այս տոնական առիթով մեր մտածումները կուզենք նաև հիմնավորել Բողոս Արաքյալի կողմէ Գորընթացիներուն ուղված դեր 2000 տարիներ առաջ գրված նամակեն հատվածը, որ ոչ միայն խորհրդանշական է, բայց նաև մտածել կուտա մեզ յուրաքանչյուրին, թե ինչ կսեր Արաքյալը իր օրին Գորընթացիներու համայնքին եւ ինչու համար նույն պատգամը այսօր մեզի համար կարևոր է, ինձ համար, ձեզ համար, բոլորիս համար։ Բողոս Արաքյալի խոսքը հետևյալն է. մեր անձերու մեջ չփնտրենք աբաստանը, ապահովությունը, այլ Աստուծո, որ հարություն կշնորհե կբարգեւե մերելներուն։ Այս է Բողոս Արաքյալի խոսքը, որովհետև մարդը շատ բնականորեն, ես ալ երբեմն դուգալ ամեն մեկս երբեմն կգարձենք եւ կամ գտվի լալ մեզ, որ ամեն ինչ գիտենք, ամեն իմաստով ունենք նաև բավականությունը զորության եւ իմաստության, բայց այդ չէ, սիրելիներ։ Ինչպես Պողոս Արաքյալը գսե, Աստուծո մեջ մենք պիտի գտնենք աբաստանը եւ ապահովակրումը մեր կյանքին, որովհետեւ Աստվածինք է, որ մեզ կշնորհե մերելներեն կյանք։ Այսօր, սիրելի բարեբաշտ հավատացյալներ, Բողոս Արաքյալի այս խոսքը մեր կյանքը նաև գտնե նոր հունիմը մեջ, գուղեկձե մեր կյանքի ճանապարհը, որբեսի մենք այն ընդունենք այս պատգամը, որպես քերակույն ճշմարտություն, որ Աստված է գրվանը հաստատությունը մեր կյանքին, որ ունաբավինած մարդը մենք գտնենք նաև աստվածային զորություն, թեպի մերելություն ընթացող կյանքը վերափոխելու թեպի արթնություն։ Արթնություն ոչ այն իմաստով, ինչպես գիշերվա մեր կունեն գարթնանք առավոտյան, վաղ առավոտյան, բայց արթնություն հոգևոր իմաստով, երբ մարդը գարթնա իր թմբիրեն, որպեսզի իր մեջ անգամ եւս վերագտնի այն բարդավորություններ, բարդականություններ, հույսեր եւ սպասումներ, որ Աստված գտնե մեր վրա, մեր ուսերուն վրա, որպեսզի կատարենք ահա այդ իմաստով հոգևոր արթնության հրավերն է որ գսկանք։ Արաքյալը արդարորեն կաստարարե մեզ, որ մեր անձերում մեջ չտեսնենք կյանքի ապահովությունը, այլև Աստուծո մեջ փնտրենք եւ գտնենք աբաստանը, ապահովակրումը կյանքին, որովհետեւ Աստված մեզ գարաշնորհ է դեպի լույս եւ առավել կյանք։ Սիրելի բարեբաշտ հավատացյալներ, մեր կյանքի ապահովակրությունը երաշխավորված է Քրիստոսի հետ հոգևոր ճանապարհությամբ։ Երբ Քրիստոսի հետ է մեր ընթացքը, ճանապարհությունը, Սուրբ Ավազանեն մգրդությամբ, Սրբալույս Միրոնի տրոշմով, այն ժամանակ մեր կյանքի ընթացքը գլա լուսավոր եւ օրհնյալ։ Քրիստոսի երկրավոր առաքելության ընթացքին մեզի դվավ այն հնարավորությունը, որ բարձրանանք առ Աստված աղոթքով, հավատքի կյանքով եւ իր հրաշալի հարության լույսի եւ հույսի բրիսմագին մեջ են առավել խորությամբ ընդունենք
իր քարոզած ավետարանին ճշմարիտ իմաստը որպես կյանքի մեջ կյանք ներարգող հավիտենականության խորհուրդը բացեք ավետարանները այնտեղ տրված են հաստատված եւ արձանագրված Քրիստոսի կողմէ արդասանված արագներ ոսկի խոսքեր որոնք մեր հոգու համար սնունդ են որոնք մեր ծարավի հագեցումը գուտան որոնք նաեւ մեր քաղցին հագեցումը գուտան երբ գճաշակենք այդ հոգևոր սնունդով նաեւ մենք կսկանք զորացած ամրացած կյանքի մեջ հաղթելու համար խավարը մութը հերու բահելու համար մեզ բոլոր տեսակի փորձություններ եւ օդար խորհուրդներ զադիգով սիրելի բարեբաշխ հավատացյալներ մեր կյանքը գտեվագողե նոր կյանքի ճանապարհորդությունը մեծ բախի 40-օրյա բահեցողության եւ աղոթքի ճանապարհորդեն այսօր եւ մինչեւ 3 եւ վերջապես նաեւ զատկական հարության այս տոնը մենք ապրեցանք նաեւ հոգեվոր վերարտնության օրեր եւ եթե մենք մեզի դված էինք բադեությունը նախապատրաստվելու հարության տոնին ապա հարյուրաբադիկ իմաստով ուրախություն կհաստատվի մեր հոգեվոր էությանը մեջ զորս բարերով բացատրել հնարավոր չէ կարելի չէ քանզի այդ ապրում է եւ դրսեւորում երբ գնայինք մեր ժողովրդի հոսքը հազարներով անցնող գիրագեն սկսած որոնք ուքան դեպի Սուրբ եկեղեցի յուրաքանչյուրի քայլի մեջ կգարտանք ուրախություն ներքին կողունակություն հոգեվոր վերաբրումը վերածնունդը փառք կուտանք Աստուծո եւ այդ բոլորը նաեւ մենք կբարդինք Աստուծո նախախնամությամբ ինչպես մենք կսկանք մեր ֆիզիկականի նաեւ քաղցը այդպես ալ մենք զգացինք մեծ բակի ընթացքին քաղցը հոգեվորին եւ ինձ համար այդ քաղցի հակեցումը եւ վստահաբար թեզ մե յուրաքանչյուրին համար Աստուծո ներկայությունն է Պիտի զգանք Աստծո ներկայությունը մեր հոգու մեջ, մեր էության մեջ Պիտի զգանք նաեւ Աստծո ներկայությունը մեր ընտանեկան հարգերեններս մեր զավակներու կյանքի մեջ Պիտի հաղորդենք անոնց Աստծո սերը եւ իմաստությունը եւ բարձ բարերով ասենք որ զատկական այս տոնին օրը Սուրբ Հարության դոնը յուրաքանչյուրիս համար հոգևոր կյանքի վերածնունդն է Ինչ է հոգևոր վերածնունդը Հավատքով վարված կյանքն է հոգևոր վերածնունդը Ինչ է հոգևոր վերածնունդը մեր կյանքի մեջ Երբ երիտասարդներ Քրիստոսի ավազանեն մգրդությամբ նոր մարդ կդառնան, որտեղի զավակ կդառնան Աստծո Ինչ է հոգևոր վերածնունդը, եթե ոչ, երբ երիտասարդ զույգեր այս Սուրբ Խորանի առջև կգնքեն նաև ուխմը ստեղծելու համար ընտանիքը, հայ քրիստոնյայի ընտանիքը, վերացական հասկացողություն չէ հոգևոր վերածնունդը, հոգևոր վերածնունդը հետևաբար մեզի համար հասկանալի է առօրյա մեր կյանքի մեջ, ապրված կյանքի մեջ, հոգևոր վերածնունդը, սիրելիներ, ձեր զավակներուն դրված թասյարակությունն է, քրիստոնեական թասյարակությունը, անոնց սորվեցնելու, խաչագնքել, անոնց քայլերը առաջտորտելու թեպի Սուրբ Եկեղեցի, անոնց հոգու մեջ ներդնելու համար աղոթքի կարևորությունը, այդ բոլորը ուրիշ բան չեն, եթե ոչ գործնականորեն Քրիստոսի հրաշալի հարության դոնախմբումը։ Այս է բարձ բարերով բացատրությունը Սուրբ Հարության խորհրդին, որ մեզ գտանի թեպի հոգևոր վերածնունդ։ Եվ գասկացունին երբ ձեր քայլերը այնուհետև գարաշնորթեք թեպի ձեր օջախները դոնախմբելու համար զադիգը փառք տվեք ձեր աղոթներու մեջ նաև Աստծո ներկայության համար ձեր կյանքի մեջ։ Յուրաքանչյուրս մեր կյանքի մեջ այսօր առավել եւս գսկանք հաղթանակը փորձության վրա Սուրբ Հարության դոնը ընտանիքի կյանքի մեջ եւ առասարակ համայնքային կյանքի մեջ արտնության հրավերն է, որում բարդ ենք պատասխանել քաջությամբ, համարձակությամբ եւ առավելաբար նաեւ երանթով։ Երանելի է այն մարդը, որ հոգու աչքերով եւ հավատքով զորացած Քրիստոսի հարությունը գիտե դարձնել հայելին իր ներքին աշխարհին։
պահմը լրության այս պահին իջեք ձեր հոգու խորքը։ Ձեր աղոթքը դարձեք հայելին ձեր կյանքին եւ այնտեղ զգացեք Քրիստոսի ներկայությունը, հարուսյալ Քրիստոսի ներկայությունը, որուն արժե միայն գրնանք անգեղծ լալ, խոստովանելու մեր սխալները, մեր թերությունները, բայց առավելապես խոստումը կատարելու դառնալու համար նոր մարդ ի Քրիստոս, մարդու կյանքի մեջ քերակույն հաղթանակը նոր մարդ դառնալու մեջ է։ Քրիստոնյայի գոչումն է ամեն օր, ամեն վայրկյան նոր մարդ դառնալ, նորոգել մեր գոչումը, նորոգել մեր ծառայությունը, նորոգել մեր նվիրումը, հանուն մեր ընտանիքներում, մեր զավակներում, մեր տորանց, որովհետեւ այս շղթան մեր Սուրբ Եկեղեցու առաքելության այս շղթան դեռ շատ երկար դարիներ շարունակե իր երթը։ Հարության խորհուրդը յուրաքանչյուր մարդու համար, մեզ համար որպես քրիստոնյա զավակներ մեր Սուրբ Եկեղեցու պիտի գրենք մեր մեջ որպես աստվածայինի ջարակայթումը խորաբես ըմբռնելու համար կյանքը իր ողջ էությամբ եւ այդ կյանքը պիտի ապրենք գիտակից, պատասխանատվությամբ, որովհետեւ Աստուծո մեզի դրված եւ վստահված թանկագին եւ ամենաէական նվերն է, որուն արժեքը պիտի գտնանք։ Սուրբ Հարության խորհուրդով ապրող մարդը անկասկած բոլորս երախտաբար ենք Աստծո մեզի շնորհված կյանքին համար։ Սուրբ Հարության խորհուրդով ներշնչված մարդը իր մեջ կգտնե ճշմարիտ գրվանը, հաստատությունը հաղթելու չարին եւ վերաբերելու կյանքը Աստծո սիրով եւ իմաստությամբ։ Սուրբ Հարության խորհուրդը դեպի հավիտենականություն առաջնորդող ոգին է, որում մշտապես ծարավ է մարդկությունը, ահավասիկ այս ոգով ապրող անձը նաև իր էությամբ կբացատրե մարդկության, փրկության եւ հավիտենական կյանքի ժառանգության ճշմարիտ դոնախմբությունը։ My dear and beloved faithful in Christ, Christ is risen from the dead. Blessed is the resurrection of Christ our Lord. Amen. The passage which I have chosen from the letter of St. Paul the Apostle addressed to the Corinthians is this, which I have read it also in Armenian. We do not rely on ourselves, but on God who raises the dead. Christ's resurrection is not only an event of the past, it is a living reality in our lives today. Through his earthly mission, Christ lifted humanity toward God. In the light of his resurrection, we begin to understand the gospel more deeply as life-giving truth. The resurrection is God breathing eternity into our daily existence. Blessed is the one who makes Christ's resurrection a mirror of their inner life. For when we root the mystery of the resurrection deep within us, we begin to see life differently. We recognize that we carry within ourselves a reflection of the divine light. Therefore, let us not rely on ourselves, but on God who raises the dead. For in Christ's resurrection, death is defeated. For in Christ's resurrection, hope is reborn. For in Christ's resurrection, true life begins anew. Սիրելի բարեբաշխ հավատացյալներ, Սուրբ Հարության դոնը յուրաքանչյուրիս կյանքի մեջ կլեցնե ուրախություն եւ գզորացնե մեզ մեր կյանքն ըմբռնելու որպես առաքելություն։ Նայեցեք ձեր կյանքի ճանապարհորդության եւ այն վերածենք առաքելության նպատակիմը մարդուն կյանքը իր ողջ տարողությամբ զնունտեն մինչեւ վաղճանը մեր կյանքին ոչ միայն դարի առ դարի, ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, ժամ առ ժամ եւ վայրկյան առ վայրկյան պետք է մենք նպատակի վերածենք դրվածը իմաստավորելու համար։ Եթե գիտենք եւ բնականորեն ունենք այդ իմաստությունը մեր վաստակածը տնելու այնպիսի դեղ, որ ունենանք նաեւ դիվիդենդներ, շահարկումներ ունենալու, հապա ավելին եւ ավելի կարեւորը մեր հոգեվոր կյանքը մենք պիտի կարողանանք նաեւ այնպես ապրել, որ մեկի փոխարեն 30, 60 եւ 100 իր արդյունավորությունը դա դառնա առավել օրհնություն, լույս,
Աստուծո իմաստությունը նաև ջարակայթող կյանք։ Սուրբ Հարության տոնը մեր թեմական կյանքի մեջ այս տարի, ինչպես անցնող տարիներուն, եղած է իրապես ծաղկուն, փարգաված կյանք, շնորհի մեր հոգևորականած տասին, թեմական խորհրդին, մեր հավատացյալներուն, ձեզ եւ այն ավելի քան 40 մեր համայնքներուն, այսօր 40 դարբեր դեղերու մեջ մեր թեմական կյանքեն ներս Սուրբ Պատարագ կմատուցվի։ Մեծ հաստատված եւ նաեւ առաքելական համայնքներու մեջ։ Բայց ուրախ ենք գսելու եւ այստեղ չենք կրնար մեկ առ մեկ նշել բոլոր այն ցերնարգումները, որ առաջնորդարանը գորթեքրե այս թեմի հավատացյալներու հոգևոր կյանքի աճումին համար, որովհետև դժվար է, բայց ընթերցող եղեք, հետապնդող եղեք, կարդացեք, դեղյակ դարձեք, որովհետև այն ինչ որ այստեղ կգադարվի, ձեզ համար է, ողջ թեմի մեջ ապրո մեր հավատացյալներու համար է։ Այսօր, բայց գրգնագիորեն ուրախ են մեր սրտերը, որովհետև մեր թեմական գառույցներս իշարս անցնող 20 տարիներուն ավելի քան 14 եկեղեցիներու ցերկբերման, գառուցման, այսօր առաջին ընտրանիկ պատարագ կմատուցենք Կոլորադոյի Դենվեր քաղաքի մեջ, որտեղ մեր քահանաներեն դերքևորքը կպատարակե նոր ցերկբերված եկեղեցիի մեջ ընտրանիկ պատարագը, որը իրապես ուրիշ բան չէ, եթե ոչ Քրիստոսի հարության շունչը եւ լույսը խորհրդանշո նոր բարգեւը մեր կյանքի մեջ։ Եվ ամիսներ հետո հունիսին մենք այդ եկեղեցու օծումը կկատարենք։ Մեզի համար նաև դոնական օր է, որովհետև այո ժամանակ առաջ մենք ցերկբերինք Գլենդեյլի մեջ եկեղեցական նոր գալված, նոր գառույց, վաղը եթե արիթը բադեությունը ունենաք, եթե գրնակ ստեղծեք, այնտեղով անցեք Գլենոքս եւ Սենտրալի անգյունի վրա, այնտեղ գառուցվող մեր նոր եկեղեցվո կմփեթը պիտի դեղատրվի առավոտյան ժամը 10-ին։ Ագանադես եղեք, թե ինչպես վեր կբարձրանա կմփեթը եւս, որբեսի այդ եւս դառնա ոսկի գամուրջը մեր կյանքը ասուն գամրջո, այդ կմփեթը եւս պիտի խորհրդանշե մեր Տիրոջ եւ Փրկի Հիսուս Քրիստոսի հրաշալի հարությունը, որու գողքին նաեւ պիտի ունենանք դբրոցը, որու գողքին նաեւ պիտի ունենանք համապատասխան համալիր ամփոփչացնող նաեւ փաղկացուցիչները։ Ուրախ ենք, որ Գլենդեյլի նորագառույց եւ դբրոցի եւ նաեւ ամփոփ համալիրի հոգեվոր օվիվը մեզի հետ է արժանապատի Տերմանու Կահանա Մարգարյանը։ Ամեն բարի գործ, որ այս թեմեն ներս դեղի ունեցած է, կամ իրականացված է, սիրելի բարեբաշխ հավատացյալներ, ծեր աղոթներու արդայությունն է։ Մեր հոգևորականած տասի հետ միասին, թեմական խորհրդի հետ միասին, մեր սարգսակներով, ձխական մարմիններով, հավատացյալներուտ նաև ջագդի քրդինքը, աղոթքը, հավատքի արդայությունը, այդ բոլոր միադեղված գթարնան հզոր եւ ուժեղ արդայությունը Քրիստոսի հրաշալի հարության։ Մեր այս հոգևոր առաքելության մեջ մենք բոլորս ունենք նաև մեր բարդավորություններն ու պատասխանատվությունները եւ ամենակարևորը որ գուզենք նաև թեզ հաղորդել այսօր Սուրբ Զատկական Դոնի արիտով, որ հարաճիգա դարվո զադիգը մեր թեմի համար պիտի լա բացարիք զադիգը, որովհետեւ 2027-ի Զատկական Դոնի եւ նախորդող օրերուն եւ հաջորդող ամիսներուն պիտի դոնախմբենք 100-րդ տարեդարձը արևմտյան թեմին։ Պատկերացրեք 100 տարիներ առաջ այսքան ժողովուրդ չկար այս թեմի մեջ։ Հազիվ մի քանի 100 հայեր, որոնք չարտերեն վերաբրած եկան հասան այս ափերը, բայց իրենց մեջ ամուր հավատքի կյանքը եւ գենսունակությունը շարունակեցին եկեղեցի կառուցել, դպրոց կառուցել, համայնքներ ստեղծել, բարձաբես որովհետև իրենց հոգու աչքերը բացին դեպի հարությունը մեր Տիրոջ եւ Փրկի Հիսուսի Քրիստոսի, իրենց թրները նաեւ լայն բացին, որովհետեւ այնտեղ ամուր բահեին նաեւ սերն Աստուծո իմաստությունը երկնայինին եւ անով ճանապարհը հարթվեցավ մեր առջեւ։ Այսօր եկած է հերթը մերն է, որ ոչ միայն վայելենք, բայց նաև շարունակենք սկսված բարի եւ օրհնյալ առաքելությունը։ Սուրբ Հարության Դոնի խորհուրդը, սիրելի բարեբաշխ հավատացյալներ,
մեզ կբարդավորեցնե կյանքն ապրելու հավատքով եւ ծառայությամբ։ Կյանքը պիտի ապրենք հավատքով եւ ծառայությամբ։ Եվ գուցե բոլորս միասին արդաստանենք, կյանքը պիտի ապրենք, ասենք միասին հավատքով եւ ծառայությամբ։ Թող այս երկու բառերը ձեր հոգու մեջ վերցնեք։ Գիտեք, երբ բժշկի գերտանք, երբ ինչ իմաստով, եթե ֆիզիկապես դգար գսկանք, երբեմն ժամանակ առ ժամանակ մեզ գուտան վիտամին B12, որպեսզի վերականգնենք մեր բնականոն առողջ կյանքը։ Զադի գնալ այն օրն է, որ հավատքը, նաև երկյուղած աղոթքը, Քրիստոսի հրաշալի դոնը նաև ունենալու եւ ըմբոշխնելու մեր կյանքի մեջ, մեր մեջ տեսակետով բادگերավոր ծևով B12-ն է, վիտամին B12-ը, որպեսզի զորացած վաղվան օրը շարունակենք դարբեր իմաստով, դարբեր երազներով եւ նաեւ նպատակադրությամբ։ Այսօր մեր աղոթքը Աստված կբարձրացնենք։ Մեր մայր երկրի Հայաստան աշխարհի ամրապնդման համար, մեր pedagogical հզորացմանը իխնդիր, ինչպես նաեւ մեր սուրբ եկեղեցու անսասանությանը իխնդիր գլուխ ունենալով Սուրբ Էջմիածինը, վեհապարը եւ նաեւ ողջ հոգեվորականած դասը։ Ուրախ ենք եւ ողջունենք, որ հայոց հայրենիքը խորհրդանշող մեր բադվական գլխավոր հյուպատոսը ազնվաշուք Աննա Ավետիսյան մեզի հետ է։ Առաջին զադիկն է, որ մեզ հետ գտոնեք, ժպդերես մեր սիրելի Աննա Ավետիսյանը եկավ արդեն քանի ամիս է կգտնվի Լոս Անջելոս, որպես գլխավոր հյուպատոս եւ առաջին գինն է, որ գլխավոր հյուպատոսի պաշտոնով մեզի հետ է։ Ուրախ ենք ձեր աղոթքը մեզ հետ, բայց մեր բոլորի աղոթքը ձեզ հետ, որպեսզի ամուր մնաք ձեր առաքելության մեջ եւ շարունակեք նաեւ սիրով եւ նվիրումով քաչարող կյանքով ծառայել իսեր մեր հայրենիքի եւ նաեւ իսեր մեր սուրբ եկեղեցու եւ հավատավոր ժողովրդին։ Աստծո օգնականությունը մեր շատ սիրելի Աննա Ավետիսյանին, գլխավոր հյուպատոսը Հայաստանի Հանրապետության։ Ապրեք, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ուրախ ենք, որ այստեղ մեզի հետ է Թեմական խորհրդի ադենապետը Հանցին դեր եւ Դիգին Դերիկ եւ Ադրինե Ղուգասյանները, ինչպես միշտ ոչ միայն դոնական արիտներով, այսօր նաեւ սուբզատկական դոնի արիտով մեզի հետ եք, ցեզ եւս կմաղթենք քաչարող երկար դարիներ, որովհետեւ շարունակեք ձեր ազգանվեր եւ հատկապես եկեղեցանվեր ծառայությունը։ Մեր խոսքի մեջ մասնավոր գերբով գուզենք նաեւ ողջունել ներկայությունը դյար Օհան Արմենյանի, որ այսօրերուն social media-ի մեջ կտեսնեք իր անունը, բադիվ է մեզ համար, որ ազգի կյանքի մեջ երկար դարիներու ծառայություն ունեցող հայ ազգի Օհան Արմենյան ինք նաև նախանցախնդիր ոգով գուզե մեր ազգի նաև մտահոգությունները, նաև շահերը բերել նաև այս pedagogical սեղանի վրա, որպեսզի մեր ժողովուրդը ներկայացնող ձայն ունենանք։ Ձեզ կմաղթենք եւ գաղութենք, որ հաջողությամբ պսակվի ձեր մեծ երազը, որպեսզի դուք նաև դառնաք հավանաբար առաջինները մեկը որպես կոնգրեսմեն ներկայացնելու մեր ժողովուրդը Վաշինգտոն քաղաքի մեջ։ Ուրախ ենք, որ այստեղ մեզ հետ են այսօր աղոթագից գլխավորությամբ հոգևորականած դասի Դեր Բարքև Սրբազան arczepiskopos Martirosyan-ը, սիրելի Սրբազան, ուրախ ենք այստեղ եք։ Այստեղ մեզի հետ են մեր թեմական կյանքի ավագերեց եկեղեցականը, Դեր Արշակ ավագ քահանա Խաչատուրյանը, մեզի հետ է նաև Դեր Միքայել քահանա Յուրեղյանը, անշուշտ անդրադարձանք Դեր Մանուկ ավագ քահանա Մարկարյանին եւ այստեղ Խորանի վրա մեզի հետ է Սրբոց Կևոնցյանց Մայր Դաջարի հոգևոր հովիվ Դեր Խաժակ քահանա Շահբազյանը։ Դեր Խաժակին անցնող օրերում մեր քննադատություն հայտնեցինք, որ այս շաբաթը, ինչպես միշտ, բայց այս շաբաթ բացառիկ բծախնդրությամբ ղեկավարեց եւ առաջնորդեց ավագ շաբաթվա բոլոր արարողությունները եւ մենք ուզենք բարձրորեն քննադատել իր ծառայությունը։ Ձեր վարձքը գադար սիրելի Դեր հայ։ Դեր այրը գիտե մագնիսի պես իր շուրջ հավաքել նաև երդասարդ այս փանակը, որ կտեսնեք,
եթե գիտնայի, որ այսքան մեծ պիտի լար մեր սարգավակած եւ տբիրներու փանակը, ավելի մեծ մայրդաջարը գգարուցեինք։ Բայց հոգ չէ, նոր գարուցվող եկեղեցիներուն դուք նաեւ գողոքակ սարգավակներով սիրելի դեր հայր եւ նորերուն ճանապարհ գահարտեք։ Մասնավոր մեր երախտագիտությունը ծխական խորհրդին երեք եւ արչի օրերում մեր կնահատություն հայտնեցինք, իրապես այս մեծ բազմությունը ղեկավարելը հեշտ չէ։ Մենք այդ բարդքի դագեն ինչպես դուրս պիտի գանք, չեմ գիտեր, բայց մեր ցևով, մեր սիրով, մեր օրհնությամբ, մեր կնահատությունը մենք հայտնենք իրենց, ինչպես նաև դիգնած վարչության անխդիր եւ նաև եկեղեցու հարագից մարմիններուն եւ ուրախ են գսելու, որ հարագից մարմիններու նաև ծառայողները շատ ցած են տիվով, ինչպես նաև մեր աշակերտներ։ Այս բոլորը կխորհրդանշեն Քրիստոսի հարության շունչը եւ խորհուրդը մեր առօրյա կյանքի մեջ։ Մենք ուրախ ենք, սիրելի բարեբաշխ հավատացյալներ, որ այսօր նաև մեր սուրբ եկեղեցու կյանքի մեջ մենք ողջունենք մասնավոր կերպով ներկայությունը մեր բարերարներուն։ Ես հիմա պիտի չուզեմ անվարապես բոլորը հիշել, Մայրդաջարի գլխավոր բարերարը, Գլենդելի նոր եկեղեցու գլխավոր բարերարը, Գլենդելի նոր գառույց դպրոցի բարերարը, որոնք եկած են մեծ հանձնառություններով ջոխացնելու համար մեր թեմական կյանքը։ Օրին, երբ նաև մենք կգադարենք օծումը, բացումը եւ եկեղեցու, եւ նաև դպրոցին, եւ նաև հավելյալ գառույցներ այս թեմական կյանքերից, այդ ժամանակ բացաճորեն մեր կնահատանքի խոսքը գուղենք բոլորին անխդիր։ Այսքան սիրելի բարեբաշխ հավատացյալներ, մեր պատկամն է, մեր մաղթանքն է, որ դուք ոչ միայն այսօր զատկական դոնի օրը, բայց այնքան հոգևոր բաշար վերցնեք ձեր հոգու մեջ, որ անիկա դարձնեք մայան, թթխմորը, ձեր ուրախության, ձեր հավատքի կյանքին, որովհետեւ այն դարածեք դարվո 365 օրերուն վրա, օր առ օր ուրախությամբ ապրելու, քաչարող երկար կյանքով ապրելու եւ ձեր կյանքը դարձնելու համար Քրիստոսի հետ ճանապարհորդակցությունը Աստծուն հազար փառք, որ ունենք այսպես լուսավոր եւ խանդավառ աղոթքով լեցուն եկեղեցիներ մեր թեմական կյանքերներս։ Ունենալը բադիվ է եւ նաեւ առանձնաշնորհում է մեզ համար, բայց առավել եւս բարդավորություն ունենք այդ բոլորը լուսավոր եւ խանդավառ բայելու։ Այդ կատարելու լավագույն միջոցը մեր հոգիները լայն փանանք, մեր աչքերը բարձրացնենք առ Աստված եւ անգամ եւս միասին հայտարարենք ասելով. Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Շնորհք, սեր եւ խաղաղություն եղիցին ընձեզ եւ ընդամենես սյանսդ ամեն բոլորս այսօր միասին պիտի երգենք դերունական աղոթքը հետևելով երջախումբին, որուն եւս մեր հadouk շնորհակալությունները շնորհալի երջախումբին գլխավորությամբ Արթուր Սարգսակ Վարդանյանին։ Եվ դուր մեզ համարձակացային փառփարով, փանալս պերանս մեր, գարտալս քեզ երկնավորդ հայր, երգել եւ ասել։ Ուզեմ բոլորից ցանել ասել